Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, ձեզ հետ Ռադար զրույցն է։ Այսօրվա մեր հյուրը ուժեղ Հայաստանից ընտրված պատգամավոր Էդգար Ղազարյանն է։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան, շնորհակալ եմ շատ մեզ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Ղազարյան, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդեն հրապարակեց նորընտիր ազգային ժողովի կազմը։ Ինչպես եք գնահատում վերջնական պատկերը, ըստ ձեզ այս կազմով որքանով կարող է արդյունավետ աշխատել խորհրդարանը։ Այդ կազմում կա երկու թև՝ օրինական եւ ապօրինի։ Այնտեղ 64 հոգի գալու են իբրև իրենց կարգավիճակին չհամապատասխանող մարդիկ։ Խոսքս քաղաքացիական պայմանագիր խմբավորման մասին է, որի падգամավորները ընտրվել են ապօրինությունների հետևանքով։ Եվ կան падգամավորներ, կլինեն падգամավորներ ուժեղ Հայաստան եւ Հայաստան խմբակցություններից, որոնք օրինական հիմունքներով են ընտրվել։ Այսինքն մենք կարող ենք ասել, որ փաստացի ունենալու ենք 41 օրինական падգամավորներից կազմված խորհրդարան, որի գործունեության համար ֆոն են ստեղծելու եւս 64 հոգի ապօրինի այնտեղ գտնվող մարդիկ։ Իսկ ինչու են ապօրինի ձեր կարծիքով։ Դե եթե ընտրությունները իրանք չեն կարողացել կազմակերպել ժողովրդավարության պահանջներին համապատասխան հավասար մրցակցային հիմունքներով, իրենք այդ քվեներին եւ մանդատներին տիրացել են ապօրինությունների հետևանքով եւ դա էլ իրանց քիչ էր, մի հատ էլ վերջին արարով էլ Բարգավաճ Հայաստան կուսակցությունից գողացան 60,000 քաղաքացիների իրանց դեմ քվեարկած քվեներ եւ վերածեցին մանդատների իրենց օգտին, դա ոնց որ վերջին արարը ու վերջին քայլը, որպեսզի ունենան 3/5 մեծամասնություն խորհրդանում։ Մնաց որ իրենց լեգիտիմության հիմքերը շատ թույլ են, բայց իրենք ունեն հնարավորություն, այսինքն մեր սահմանադրությունը ինչ է ասում, որ իհարկե խորհրդանը կոլեգիալ մարմին է, բայց ամեն մի падգամավոր առանձին վերցրած ներկայացնում է ողջ ժողովրդին։ Եվ падգամավորները կաշկանդված չեն հրամայական մանդատով, գործում են իրենց սեփական խղճից ու համոզմունքներից ելնելով։ Հիմա այդ խմբավորման կազմում գտնված падգամավորների մեջ եթե լինեն մարդիկ, ովքեր ներկայացնելով ողջ ժողովրդին իրենց սեփական կամքով խղճի մտոք վերանայեն իրենց մոտեցումը եւ դուրս գան այդ խմբավորման կազմից եւ կայացնեն որոշումներ, որոնք բխում են հայ ժողովրդի եւ պետության շահերից, ինչպես որ երթման տեքստում է падգամավորի նախատեսված, ըստ էության իրենք դրանով հնարավորություն կունենան լեգիտիմության որակ հաղորդեն իրենց կարգավիճակին։ Կարծում եմ, որ կգտնվեն այդպիսի մարդիկ։ Պարոն Ղազարյան, ձեր թիմից շատ հայտնի մարդիկ, այդ թվում նաև Գոհար Մելոյանը ինքնաբացարկ հայտնեց, ինչով էր պայմանավորված այդ որոշումը, անձնական էր թե ինչ-որ թիմում քննարկումներ են եղել։ Տիկին Մելոյանը պարզաբանումներ ներկայացրել է բավականին ծավալուն եւ իր Facebook-յան գրառման մեջ եւ նաեւ ճեպազրույցների ժամանակ եւ ներկայացրել է իր մանդատից հրաժարվելու պատճառները, որը ոչ մի կապ չունի թիմից եւ պայքարից հրաժարվելու հետ, այսինքն Տիկին Մելոյանը շարունակում է ակտիվ ներգրավվածություն ունենալ ուժեղ Հայաստան, հատկապես կուսակցության հետագա զարգացման, կառուցվածքային ինստիտուցիոնալ զարգացման գործում, նրա կարողությունները իսկապես շատ գնահատելի են, ազնվությունը, ներգրավվածությունը դերը չափազանց կարևոր եւ մեզ ուրախ եմ, որ Տիկին Մելոյանը շարունակում է մեր թիմում իր ֆունկցիոնալ աջակցությամբ շարունակել մասնակցությունը մեր հետագա քաղաքական պայքարին։ Իսկ ինքնաբացարկները նախապես ծրագրավորված էին, թե ընտրություններից հետո են որոշում կայացվել։ Կարծում եմ, որ ընտրություններից հետո են կայացվել, որովհետեւ եթե մինչեւ ընտրությունը լիներ, մարդը կարող նաեւ չառաջադրվեր որպես падգամավորի տեխնացու։ Դրանք ընտրություններից հետո կայացված որոշումներ են, բայց հիմնականում անձնական պատճառներով մեր դաշինքում շատ քիչ թվով մարդիկ են, որոնք որ անցողիկ շեմում են եղել եւ ինքնաբացարկի դիմում են ներկայացել։ Այդ իմաստով ռեկորդը քաղաքացիական պայմանագիր խմբավորմանն է, որ անցողիկ տեղերում գտնվող, եթե չեմ սխալվում, 28 հոգի ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Անցողիկ տեղերում, եթե չեմ ասում, որ կուսակցության առաջի 6 համարները ինքնաբացարկի դիմում են ներկայացել։ Դա ԿՊ-ում է, այտենց։ Մեր մոտ բացառություններ են պայմանավորված առանձին հանգամանքներով, որը քաղաքական դիրքորոշումների եւ որոշումների հետ կապ չունի։ Այսինքն մարդիկ ուղղակի որոշեցին այս գումարման ազգային ժողովում падգամավորի ֆունկցիա չիրականացնել, բայց նրանք շարունակում են մնալ քաղաքական թիմում եւ շարունակում են մնալ մեր պայքարի ընկերը։ Պարոն Ղազարյան, ինքնաբացարկների ֆոնին հասարակության մի մասի մոտ տպավորություն է ստեղծվել, որ նախընտրական ցուցակն ու հետընտրական իրականությունը չեն համապատասխանում իրար, ինչպես մեր պարագայում։ Այո։
Չէ, դա կարա ԿՊ-ի դեպքում լինի, մեր դեպքում ինչ ա եղել, մեր դեպքում ինքնաբացարկի դիմումներ գրած հիմնական տեխնացուները, նրանք 90 համարից այն կողմ գտնվող տեխնացուներն են, այսինքն նրանք, որոնք որ գործնականում այս դասավորության պայմաններում երբևէ падգամավոր այլևս չէին էլ կարող ընտրվել, որովհետև մենք ունենք 29 падգամավորական տեղ, որը լրացված է եւ ժամանակի ընթացքում падգամավորի պաշտոնը թափուր է մնում բացառիկ հանգամանքներով պայմանավորված եւ եթե մարդը համամասնական ցուցակում զբաղեցնում է ենթադրենք 168-րդ հորիզոնականը, քիչ հավանական է, որ նա երբևէ կարա падգամավոր դառնա եւ այդ պատճառներով մարդիկ որոշ մեր գործընկերներ ինքնաբացարկի դիմում են գրել կրկին քաղաքական պայմանավորվածությունների համաձայնության պայմաններում շարունակելով մնալ մեր պայքարի շարքերում։ Իսկ նոր ինքնաբացարկներ հնարավոր են, թե արդեն ցուցակը վերջնական պատրաստ է։ Կարող լինի, այդ ինքնաբացարկի process-ը դա մշտական մարդիկ կարող են падգամավոր ընտրվելուց հետո հրաժարվել падգամավորական մանդատից ազգային ժողովում հայտարարություն անելու ազգային ժողովի նախագահին ներկայացնելու միջոցով, այսինքն եթե մարդը հիմա ընտրվել է падգամավոր, դա դեռ չի նշանակում, որ նա 5 տարի ցանկացած մեկը եւ իրավունք ունի նաեւ ընթացքում հրաժարվել իր падգամավորական մանդատից, ցուցակում տեղը զիջելով հաջորդ համարի տեխնացուին, այսինքն դա բնական process է, որը բոլոր քաղաքական ուժերի մոտ է բնորոշ եւ կարծում եմ դրան պետք չի տենց։ Իհարկե լինում է դեպքեր, երբ որ դա լինում է քաղաքական որոշումներով, լինում է որոշակի հանգամանքներով, ասենք օրինակ ես հիշում եմ 98-99 թվին էր կարծեմ, երբ որ հանրապետություն խմբակցություն կար ազգային ժողովում, մեծ թվով падգամավորներ դուրս եկան եւ ստեղծեցին երկրապահ падգամավորական խումբը, այսինքն իշխանության падգամավորներ էին, դուրս եկան իշխանական խմբակցությունից առանձին խումբ ստեղծեցին։ Այդ երկրապահ խումբը ավելի շատ падգամավորներից էր կազմված, քան հանրապետություն ուրեմն խմբակցությունը կամ 18 թվին, չէ, մենք տեսանք, որ ենթադրենք էլ չնայած կուսակցության որոշումներով կոալիցիայից դուրս եկավ Բարգավաճ Հայաստան Հայ-Աղավական Դաշնակցություն կուսակցությունը եւ առաջադրեցին ընտրեցին Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում։ Այսինքն այս process-ներ կարա միշտ լինի։ Ես նոր քիչ առաջին չի ասում, որ ԿՊ խմբավորման 64 падգամավորների մեջ կարող են գտնվել մարդիկ, ովքեր ցուցաբերեն ժամանակի ընթացքում առողջ քաղաքացիական գիտակցություն, բանական մոտեցում ցուցաբերեն, դուրս գան խմբավորման կազմից եւ բայց վայր չդնեն падգամավորական մանդատը։ Կարող են նաեւ վայր դնել։ Վայր դնելուց տեղ ուղղակի վատենա, որ զիջում են հաջորդին։ Իսկ եթե իրենց պարագայում դուրս գան խմբակցությունից մնան որպես падգամավոր, կարող են կայացնել Հայաստանի եւ մեր ժողովրդի շահերից բխող որոշումներ։ Պարոն Ղազարյան, իսկ ո՞րն է եղել այն քաղաքական հաշվարկը, որ հենց այդ մարդիկ պետք է ներկայացնեն ուժեղ Հայաստանը խորհրդարանում։ Դե ամեն մի կուսակցության դաշինքի համամասնական ցուցակ ունի իր ձևավորման տրամաբանությունը, հաշվի են առնվում կուսակցության քաղաքական պայքարում մարդկանց ներգրավվածության ունեցած դերակատարության, խորհրդարանական աշխատանքում նրանց հնարավոր ներգրավվածության մասնակցության տարբեր գործոններ են ազդում եւ մեր պարագայում կարծում եմ, որ շատ լավ որոշում է կայացվել, հիմնականում երիտասարդ թիմա մեր դաշինքի նորընտիր падգամավորներից միայն Արամ Վարդավյանն է, որ նախկինում падգամավոր է եղել, նորում կարճ ժամանակ։ Մյուսներս առաջին անգամ ենք падգամավոր, մեծամասնությունը երիտասարդներ են, ասենք մեր խմբակցության տարիքով ավագ падգամավորը Մամիկոն Ասլանյանն է, որը ընդամենը 53 տարեկան։ Մյուսները շատ երիտասարդ, գրագետ, կրթված, ուսյալ, երիտասարդական ավյունով, գիտելիքներով, վճռականությամբ, համառ պայքարի տրամադրված երիտասարդ գործիչներ են եւ ես կարծում եմ, որ մենք ունենալու ենք շատ լավ աշխատանք իշահ մեր ժողովրդին։ Պարոն Ղազարյան, իսկ ձեր կարծիքով նոր խորհրդարանում ուժեղ Հայաստանը որքանով կկարողանա իրական ընդդիմադիր օրակարգ ձևավորել։ Ուժեղ Հայաստանը ասես թե հենց օրակարգ ձևավորող է եւ նոր իմ քիչ առաջ թվարկածած հատկանիշները, որոնք վերաբերում են մեր նորընտիր падգամավորներին, ինձ որ վստահություն են տալի, որ մենք շատ ակտիվ պայքար ենք տանելու եւ մեր խմբակցությունը շատ տեսանելի է լինելու եւ մեր որոշումները, գործողությունները ցավոք սրտի խմբակցության падգամավորների թիվը թույլ չի տալիս անգամ Հայաստան դաշինքի հետ համագործակցության պայմաններում ազդել հիմնական որոշումների կայացման վրա, այսինքն իշխանազավթման հետևանք եղել է այն, որ ԿՊ խմբավորումը մեծամասնություն է խորհրդանում, ավելի նրանք արդեն 3-5-րդ ունեն ԲՀԿ-ի ձայները գողանալուց հետո
Դա նշանակում է, որ իրենք հիմնական օրենքները, այդ թվում սահմանադրական օրենքները կարող են ընդունել նաև առանց մյուս խմբակցությունների մասնակցության։ Սա դժվարացնում է իհարկե մեր աշխատանքը եւ մեզնից լրացուցիչ ջանքեր է պահանջում քաղաքական գործընթացների վրա իրավական ազդեցություն ունենալու համար։ Իսկ Հայաստան դաշինքի հետ պատրաստ եք համագործակցել։ Հայաստան դաշինքը առանձին քաղաքական ուժ է եւ մենք Հայաստան դաշինքի հետ ընդդիմադիր կոալիցիա չենք ձևավորել, չնայած օրենքը թույլ տալիս է։ Այսինքն խորհրդանում էլ մենք հանդես ենք գալու որպես առանձին քաղաքական ուժեր, ուղղակի ընտրական օրենսգրքի տրամաբանությամբ երկու խմբակցություններն էլ լինելու են ընդդիմադիր խմբակցություններ։ Կարծում եմ կա մի գլխավոր հարց, որի հարցում մենք վստահ եմ ունենք ընդհանուր մոտեցումներ, դա Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելու հարցն է։ Իսկ մնացել հարցերում կարծում եմ, որ մեր երկու խմբակցությունների միջև կլինի առողջ կառուցողական հարաբերություններ, թե ըստ անհրաժեշտության դրանք կունենան նաև իրենց դրսևորումները։ Պարոն Ղազարյան, Հայաստան դաշինքին նախորդ խորհրդարանում սկսեցին քննադատել, որ ինչ որ պահի իրենք սկսեցին համակերպվել իրավիճակի հետ ու իշխանության մոտ ընդդիմություն սկսեցին աշխատել։ Արդյոք այս անգամ էլ այդպես կլինի։ Ես համաձայն չեմ այդ ձևակերպմանը, որ նրանք ընդդիմություն են աշխատել իշխանության մոտ։ Դրանք տենց հասարակության մեջ շրջանառության մեջ մտած եզրույթներ են, որոնք որ իրավական եւ քաղաքական հիմքեր չունեն։ Խորհրդարանը ինքնին կառավարությանը վերահսկող մարմին է եւ խորհրդարանում յուրաքանչյուր падգամավոր հանդես է գալիս որպես առանձին անհատ քաղաքական գործիչ։ Իհարկե ընդգրկված լինելով այս կամ այն խմբակցությունում եւ քաղաքական որոշումները իր պարագայում համաձայնեցնելով ընդհանուր խմբակցության մոտեցումների դիրքորոշումների հետ։ Եվ եթե Հայաստան խմբակցությանը որպես նախորդ գումարման ազգային ժողովի առաջատար ընդդիմադիր ուժ չի հաջողվել իր արժեվ դրված նպատակները իրականացնել, իսկ մեր գործընկերները իրենք են ընդունում, որ իրենց դա չի հաջողվել, դա դեռ չի նշանակում, որ իրենք դարձել են իշխանության համար ընդդիմություն աշխատող։ Պարզապես պայքարի գործիքները, որոշումները, որոնք կայացվել են, չեն բերել ցանկալի արդյունքի։ Բայց նրանք շարունակում են մնալ խորհրդանում, չնայած այլ կազմով, բայց հիմնական ակտիվ կորիզը Հայաստան խմբակցությունը կազմված է 12 падգամավորից, որից 10-ը գործող ազգային ժողովի падգամավորներ են, այսինքն նրանք ըստ էության շարունակում են իրենց պայքարը եւ ես չեմ կարծում, որ իրենց կարգավիճակը իշխանությունների մոտ ընդդիմություն աշխատելն է։ Օրինակ նախկինում դուք շատ կոշտ քննադատությամբ եք հանդես եկել մյուս ընդդիմադիրներին, ասում եք, որ իրենք գնում են խորհրդարան, որ ձեր լեզվով ասած բոքսի տանձիկ Նիկոլի աշխատող դառնան։ Բոքսի տանձիկ եզրույթը ես երբեք չեմ գործածել, դա իմ գործընկերներն են ասել, ովքեր որ ինձ հետ միասին առաջարկում ենք падգամավորներին անվստահության գործընթաց նախաձեռնել։ Իմ քննադատությունը նախորդ խորհրդարանի ընդդիմադիր գործիչներին վերաբերել այն հարցերին, որ նրանք ամբողջ ծավալով չեն իրացրել այն հնարավորությունները, որը տալիս է ազգային ժողովի падգամավորի կարգավիճակը։ Իսկ նրանք կարող էին 2022 թվականի օգոստոսի 2-ից սկսել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, ինչի չէին արել։ Ինչի պատճառով մենք միայն 2025 թվականին առաջարկեցինք, որ գոնե այդ ժամանակ իրանք դա, այսինքն հնարավորությունից 3 տարի անց։ Այդ իմաստով ես, այո, քննադատական դիրքերից եմ հանդես եղել, դա Նիկոլի աշխատող էլ եք ասել։ Չէ, սենց է ստացվում, այսինքն խոսքը վերաբերում է, այս հիմա օրական մի քանի հարցազրույցներ եմ տալի, բոլոր հարցազրույցները անգից չգիտեմ, ես գիտեմ իմ ընդհանուր մոտեցումները։ Իմ պահանջը որպես քաղաքացի, որպես ընդդիմադիր падգամավորներին ընտրած քաղաքացի եղել է այն, որպեսզի իրենք ողջ ծավալով գործի դնեն այն հնարավորությունները, ինչ իրանց տալիս է ազգային ժողովի падգամավորի կարգավիճակը։ Եթե իրենք դա չեն անում, օրինակ ասենք նրանց պատվիրակությունների կազմում գործողումների գնալը, որոնք ոչ թե խորհրդարանական պատվիրակություն, այսինքն ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պատվիրակության կազմում գործողում։ Ես դա ոչ մի կերպ չեմ կարող հասկանամ, դա ինչի համար է արվում, ինչ նպատակով է արվում, ինչ կապ ունի դա Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելու պայքարի նպատակների հետ։ Այ եթե հիմա մեր խմբակցությունից լինեն падգամավորներ, որ նման որոշումներ կայացնեն, պետք է ես էլ իրենց քննադատեմ, շարունակեմ քննադատել, եւ եթե էլի մարդիկ կլինեն, որ կքննադատեն, կարծում եմ, որ ճիշտ կանեն։ Իսկ հիմա խորհրդարան գնալով նույնը նաև ձեզ չի սպառնում։ Չէ, մենք հիմա քննարկում ենք, թե ինչ տակտիկա պետք է ընտրենք մեր
քաղաքական գործունեության, ինչ դիրքավորում պիտի ունենանք ազգային ժողովում եւ բոլոր այն խնդիրները, որոնք մեզ համար վիճահարույց են եղել, կարծում եմ, որ պիտի հաշվի առնենք մեր քայլերում գործող, այսինքն եթե ինչ-որ բան մեր կարծիքով սխալ է եղել, այդ սխալները կարծում եմ պետք չի կրկնել եւ պետք է նոր ձևով դիրքավորվել։ Պարոն Ղազարյան, գործող իշխանության հետ կա որևէ քաղաքական սցենար, որի դեպքում կարող եք համագործակցել։ Այո, դա վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է, որ եթե հնարավոր լինի այդ գործընթացը սկսել, մենք համագործակցենք ԿՊ խմբավորման այն պատգամավորների հետ, ովքեր կմիանան վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին, կամ երբ որ կառավարությունը ներկայացնի գործունեության ծրագիր եւ ԿՊ խմբավորում գտնվեն առողջ բանականության մարդիկ, ովքեր որ դեմ կլինեն այդ ծրագիրը հավանություն տալուն, ես կարծում եմ, որ նրանց հետ պետք է համագործակցել եւ դրանով անվստահություն հայտնել հենց ծրագիրը ներկայացնելու պահից Նիկոլ Փաշինյանին։ Իսկ եթե վաղը Նիկոլ Փաշինյանը ձեզ որևէ պաշտոն առաջարկի, ձեր մասնագիտական փորձը հաշվի առնելով, ինչ պատասխան կտաք։ Բացառվում է։ Նիկոլ Փաշինյանը իմ ընկալումներում հայ ժողովրդի ամենամեծ թշնամին է, եւ ես թշնամու հետ չեմ համագործակցում, թշնամու հետ համագործակցությունը ես համարում եմ դավաճանություն։ Այն տրամաբանությամբ դուք կարող եք ասել, եթե Իլհամ Ալիևը գնահատելով ձեր մասնագիտական մարդկային կարողությունները ձեզ ինչ-որ բան առաջարկի, դուք համաձայն եք, թե չէ։ Նիկոլ Փաշինյան եւ Իլհամ Ալիևի տարբերությունը միայն դրանում է, որ Նիկոլ Փաշինյանը մի նիշ ավելի ցածր աստիճանի վրա գտնվող թշնամական ռեժիմի սպասավոր է։ Պարոն Ղազարյան, Սամվել Կարապետյանը հայտարարել է առաջիկայում բոլոր ընդդիմադիր ուժերի հետ ուժեղ եւ վստահելի հանրահավաք անցկացնելու մասին։ Կարող եք ասել, արդեն կա հատուկ հստակ օր կամ ձևաչափ դա անցկացնելու։ Ոչ, չկա, պարոն Կարապետյանը նաեւ ասել է, որ դա ինքնանպատակ չի լինելու, կլինի այն ժամանակ, երբ որ քաղաքականապես եւ հասարակական տրամադրությունները հաշվի առնելով կձևավորվի այդ մթնոլորտը այդ հավաք անելու համար, որովհետև դա պետքա լինի շատ ազդեցիկ միջոցառում եւ ֆունկցիոնալ, այսինքն նպաստի խնդրի լուծմանը։ Ուղղակի մեր աջակիցների, թիմակիցների հանդիպում կազմակերպելու նպատակով նման հանրահավաք չի նախաձեռնվել, այսինքն նախ պետքա տեղի ունենային պատկերացումներով քաղաքական process-ներ եւ ազգային ժողովում մեր գտնվելը կարծում եմ էապես կարող է նպաստել այդ հասարակական քաղաքական process-ները գեներացնելու համար եւ եթե դրանք հանգեցնեն հասարակական տրամադրություններում որոշակի փոփոխությունների, որոնք կարող են բերել ֆունկցիոնալ լուծումների, կարծում եմ որ պետքա լինի այդ հանրահավաքը, այդպես է ասել պարոն Կարապետյանը, որը պետքա լինի մի անգամ եւ վերջին անգամ, այսինքն շարունակական չի լինելու, այսինքն պետք է լինի այն ժամանակ, երբ որ այդ հանրահավաքը կլուծի այն խնդիրը, որը պետք է լուծի մեծ հանրահավաքը։ Ուղղակի փողոցային հանդիպման կազմակերպման նպատակ չկա, կա մեծ հանրահավաք կազմակերպելու նպատակ, որը պետք է ունենա ֆունկցիոնալ ելք։ Իսկ ձեր կարծիքով դրա ժամանակը արդեն չի անցել, թե Չէ, ես կարծում եմ դրա ժամանակը դեռ նոր է գալու։ Իսկ ընդդիմադիր որ ուժերի հետ եք խորհրդակցել կամ Չէ՞ որ հայտնել է, որ բոլոր ընդդիմադիր ուժերի հետ է պատրաստվում։ Այո, պարոն Կարապետյանը հայտարարել է, որ Ուժեղ Հայաստանը, որպես նաև խորհրդանում ամենամեծ ներկայացվածություն ունեցող ընդդիմադիր քաղաքական ուժ, բաց է կառուցողական համագործակցության ընդդիմադիր դաշտի մյուս քաղաքական ուժերի հետ։ Եվ ես կարծում եմ, որ դեռևս այս ժամանակաշրջանը մի քիչ անցողիկ էր պայմանավորված ընտրությունների արդյունքների բողոքարկման, մանդատներ ստանալու որոշումների կայացման եւ այլնի հետ։ Եվ երբ որ Կիրակի օրը մեկնարկի ազգային ժողովի արդեն աշխատանքները, կարծում եմ, որ այդ process-ները առավել նոր կենթանություն թափ կստանան եւ տրամադրությունը նույնն է, այսինքն մենք շարունակում ենք հարգանքով վերաբերվել ընդդիմադիր դաշտի մյուս ուժերին, անկախ նրանց ունեցած քաղաքական դերից, կշռից, ընտրությունների արդյունքներից եւ Ուժեղ Հայաստանը այո կարող է լինել այն ուժը, որի շուրջ ձևավորվի ավելի մեծ քաղաքական կոնսոլիդացիա։ Իդեպ Ուժեղ Հայաստանը հենց այդպիսի կոնսոլիդացիայի արդյունքում է ձևավորվել է, մենք նախընտրական շրջանում էլ եւ դաշինքով ենք հանդես եկել եւ բազմաթիվ քաղաքական ուժեր, ովքեր չէին մասնակցում ընտրություններին, իրենց անվերապահ աջակցություն են հայտնել հենց Ուժեղ Հայաստան, այսինքն Ուժեղ Հայաստանի շուրջ որպես առանցք ընդդիմադիր շարժման արդեն իսկ ձևավորվել է։ Պարոն Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել հետագա ընդդիմադիր գործիչների համագործակցությամբ ընդլայնել այդ համագործակցությունը
Եվ ես կարծում եմ, որ դա տեղի կունենա։ Ձեր կարծիքով կհամաձայնեն ընդդիմադիր ուժերը։ Ոչ թե իմ, այլ իրենց կարծիքով շատերը արդեն դրական են արձագանքել պարոն Կարապետյանի այդ հայտարարությանը եւ պատրաստակամություն են հայտնել համագործակցելու։ Իսկ այդ հանրահավաքը բողոքի ակցիա է լինելու, թե Առայժմ դրա մասին հայտարարությունների շուտ է խոսելը, որովհետեւ միայն դրա գաղափարի մասին է ներկայացվել, դրա կազմակերպման ուղղությամբ առայժմ ջանքեր չեն գործադրվում։ Իսկ եթե այդ հանրահավաքից հետո էլ իշխանությունը որևէ արձագանք չտա, հաջորդ քայլը որն է լինելու։ Տեսեք, դուք արդեն մտքով անցել եք մի վերացական շրջան, որի վերաբերյալ հիմա դժվար է դատողություն անել։ Դրա համար մենք ասում ենք, որ ամեն ինչ կլինի այն ժամանակ, երբ որ քաղաքականապես process-ները հասունացած կլինեն։ Ինքնանպատակ որևէ գործողություն չի արվելու, այսինքն իշխանությունից Նիկոլ Փաշինյանին հեռացնելու այդ տրամադրությունները պետք է ժամանակի ընթացքում վերարժեքավորվեն, կազմակերպվեն եւ նոր բերվեն ֆունկցիոնալ լուծման։ Պարոն Ղազարյան, Սամվել Կարապետյանը նաև խոսել է գաղտնի պլանի օրինական ճանապարհով իշխանափոխության մասին, դա նույնպես այդ հանրահավաքի ծրագրի մաս է կազմում։ Այնինչ որ գաղտնի է, նշանակում է դրա մասին այլևս խոսել ոչ Իսկ ինչու եք խոսել, եթե դա գաղտնի է։ Ընդամենը ասել է դրա գոյության մասին, բայց դրա էլեմենտների մասին բնականաբար ոչ ինքն ասել եւ ոչ էլ որևէ մեկը կարող է։ Հակառակ դեպքում այն այլևս գաղտնի չի լինի։ Կարելի է նաև դա էլ չասել։ Ինտրիգ եք մտցնում։ Պարոն Ղազարյան, եթե հանրահավաքը չհավաքի այն բազմամարդ մասնակցությունը, հա, որի մասին խոսում եք, դա դուք կհամարեք քաղաքական ձախողում։ Հանրահավաքը կլինի այն ժամանակ, որ ժամի որ այն կլինի բազմամարդ եւ կլինի ֆունկցիոնալ։ Ես արդեն ասացի դրա մասին։ Իսկ ազգային ժողով իմպիչմենթի նախագիծ բերելու ծրագիր ունեք։ Դա գործնականում հնարավոր է միայն 2027 թվականի օգոստոսի 2-ից հետո։ Եթե ժամկետները կան։ Միայն այդ ժամանակա համանդրությունը թույլ տա, այսինքն կառավարության կազմավորումից 1 տարի անց է հնարավոր նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Առայժմ դրա մասին խոսելը շուտ է, մենք այդ հնարավորությունը պետք է օգտագործենք ճիշտ այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելու մյուս բոլոր հնարավորությունները։ Պարոն Նարեկ Կարապետյանն էլ հայտնել է, որ մենք Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելու բոլոր հնարավոր եւ օրինական միջոցները պետք է գործի դնենք։ Պարոն Ղազարյան, ընդդիմությանը հասանելիք ազգային ժողովի փոխնախագահի ու հանձնաժողովների նախագահի տեղերը վերցնելու եք։ Այդ մասին դեռևս մենք վերջնական որոշում չունենք։ Իսկ ըստ ձեր որոշման կայացման ժամկետը դա ազգային ժողովի նիստի օրն է, որովհետև այդ որոշումները կայացնում է ազգային ժողովի խմբակցությունը, իսկ խմբակցությունը ձևավորվում է նիստի օրը։ Մենք ԿՊ չենք էլի, որ ազգային ժողովի ընտրությունների բողոքարկման փուլում արդեն սկսեն պաշտոնակռիվ անել եւ պաշտոնաբաշխում անել։ Նրանք արդեն ոնց որ թե որոշումներ ունեն, թե ով պետքա դառնա հանձնաժողովի նախագահ, երբ որ ազգային ժողովը դեռ չի որոշել, թե քանի հանձնաժողով պետքա ձևավորվի։ Այդ առաջին նիստում է որոշում, թե քանի հանձնաժողով պիտի ձևավորվի, ինչ անվանումներ պիտի ունենան այդ հանձնաժողովը։ Դա հələ չի որոշվել։ Իրանք արդեն որոշում են, թե ով պիտի պաշտոն զբաղեցնի։ Իրանց նպատակը է այս աշխարհում, այս կյանքում պաշտոններ զբաղեցնելն է, որովհետև ամեն պաշտոն դառնում է իրենց համար հարստության, ապօրինի հարստացման աղբյուր։ Մեր խնդիրները լրիվ ուրիշ են, մեր նպատակները լրիվ ուրիշ են, եւ մենք այդ կարգի որոշումների, որոնք դոնթի բանաձևով տրված հնարավորություններ են, ուղղակի դիտարկում ենք դրանք օգտագործելու արդյունավետության տեսանկյունից, որովհետև շատ հանգիստ կարելի է նաեւ դրանից հրաժարվել։ Մենք չենք հրաժարվելու միայն այն ամենից, ինչը ազգային ժողովի կանոնակարգով պարտականություն է, այսինքն падգամավորներ ունեն պարտականություններ եւ ունեն իրավունքներ։ Այն ինչ որ падգամավորի պարտականությունների մեջ է մտնում, մենք դա անելու ենք ամենամեծ բարեխիղճությամբ եւ արդյունավետությամբ։ Իսկ այն ինչ որ падգամավոր եւ խմբակցության իրավունքն է, մենք դրան կվերաբերվենք հայեցողաբար, այսինքն կդիտարկենք ըստ անհրաժեշտության։ Առայժմ մենք այդ քննարկումների փուլում ենք, դες քիչ առաջ դուք եք չէ՞ ասում նախորդ ընդդիմության սխալները ճիշտ է, օրինակ նախորդ անգամ ընդդիմադիր քաղաքական ուժերը համաձայնել էին այդ պաշտոնները զբաղեցնել, բայց հետո ԿՊ խմբավորումը օրինակ Իշխան Սաղաթելյանին հանիրավի առանց իր կարծիքը հարցնելու, առանց իր մասնակցության հեռացրեց ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից։ Թաքուի Թովմասյանին չէ՞ այդ իմ մասնակցությամբ այդ հանձնաժողովի նիստից հետո որտեղից մի թեկնածու էի, դրանից հետո Տիկին Թովմասյանին հանիրավի հավաքվեցին ժամանակը Լոհովիկ Ղազարյանը ԿՊ էր իր առաջարկությամբ։
Առանց Թովմասյանի ազգային ժողովում գտնվել, նույնիսկ իր հիվանդ էր, վատառուղ չէր, տեղեկանքեր ներկայացրել, առանց իր մասնակցության իրան պաշտոնից հեռացրելն է, այսինքն դե նաև թե իրանք ինչ դիրքավորում ունեն, ինչ մոտեցում ունեն, այս Դոնթի բանաձևը դա նախատեսված է նորմալ քաղաքական հարաբերությունների պայմաններում, բայց քանի որ մեր դիմաց կանգնած խմբավորումը ապազգային ադրբեջանա-թուրքական շահերը սպասարկող խմբավորումը նրանց հետ sense պարզապես քաղաքական տրամաբանության որոշումներ կայացնելը դժվար է, պետք է յուրաքանչյուր դեպքում պացիենտի իրավիճակը գնահատվի եւ դրանից համապատասխան որոշումներ կայացվեն։ Իսկ դուք անձամբ ճիշտ եք համարում վերցնել այդ պաշտոնները։ Մենք քանի որ մենք ներքին քննարկումների մեջ ենք, ես ձեռնպահ կմնամ իմ կարծիքը հրապարակային հայտնելու, ես իմ կարծիքը հայտնում եմ իմ թիմակիցներին իմ։ Պարոն Ղազարյան, իսկ մյուս ընդդիմադիր խմբակցությանը տալու եք այդ պաշտոնները, թե ոչ։ Այդ պաշտոնները մենք չենք տալ, այդ պաշտոնները որոշվում է ազգային ժողովի կանոնակարգով Դոնթի բանաձևով, այսինքն յուրաքանչյուր խմբակցության քվոտա է հասնում, թե ով կարող զբաղեցնի այս կամ այն պաշտոն, որում դա հնարավորություն է։ Ոնց որ դա մենք չենք որոշում, դա օրենքով է որոշում։ Պարոն Ղազարյան, Նարեկ Կարապետյանն էլ հայտարարել էր, որ ինքն է լինելու խմբակցության ղեկավարը, այդպես է դա։ Նարեկ Կարապետյանն հայտնել էր, որ մեծ հավանականությամբ ինքը կլինի, ես կարծում եմ, որ այդ որոշումը կլինի խիստ տրամաբանական։ Իսկ քննարկումներ ունեցել եք այդ։ Մենք ասում եմ, դեռևս այդ որոշումները չենք կայացրել ոչ խմբակցության ղեկավարի, ոչ քարտուղարի, ոչ էլ ղեկավար պաշտոնների, այդ որոշումները մի օր նույն օրն են կայացվելու։ Ինչ վերաբերում է պարոն Կարապետյանի տեխնացիանը որպես խմբակցության ղեկավար, ես կարծում եմ, որ դա շատ տրամաբանական կլինի այդ որոշումը, որովհետև պարոն Կարապետյանը նաև մեր համապետական ցուցակի առաջի համարի տեխնացուն է եւ իր վրա է վերցրել նաև քարոզարշավի ամբողջ ծանրությունը, այսինքն հիմնական քարոզչական աշխատանքը նախընտրական շրջանում ամենամեծ ծանրությունը պարոն Կարապետյանը վերցրել է իր վրա եւ մեր խմբակցությունում, այսինքն նաև այն մարդկանց շրջանում, ովքեր ընտրվել են падգամավոր, չասեմ, որ լայն առումով ուժեղ Հայաստան դաշինքում նա անվերապահ վայելում է բոլորի սերը, հարգանքը, վստահությունը։ Այսինքն ուրիշ տեխնացուներ չեք էլ քննարկել։ Մենք առասարակ հիմա տեխնացուներ չենք քննարկել, բայց կարծում եմ, եթե որոշման հանգեցվի, որ պարոն Կարապետյանը, Նարեկ Կարապետյանը գլխավորի խմբակցությունը, դա կլինի խիստ տրամաբանական որոշում։ Պարոն Ղազարյան, անդրադառնանք նաև Գագիկ Ծառուկյանի տանը կատարված գործողություններին, ձեր կարծիքով սա բացառապես իրավական գործընթաց է, թե քաղաքական ենթատեքստել։ Դա իրավական բաղադրիչ բացարձակապես չունի։ Դա ուղղակի պետական վանդալիզմ է։ Շատերը բռնաճնշում են որակում, դուք ամեն ինչ կարող են որակել, բացի դրանից, որ դա իրավական process է, որ իրավապահ մարմիններն իրականացնում են որևէ հանցագործության բացահայտում կամ կանխարգելում։ Դրանից բացի մնացած ցանկացած որակում այդ բարբարոսությանը կարելի է տալ, չասեմ, որ ինքը իմ կարծիքով այդ ամբողջ գործընթացը նրա դեմ իրականացվող նրա ղեկավարած ընկերությունների նաև ապօրինի է, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով իրավաբանական անձի գույքը սեփականատիրոջ գույքից առանձնացված է։ Իրավաբանական անձը իրականացնում է ինքնուրույն ձեռնարկատիրական գործունեություն եւ ինքն է պատասխանատու իր գույքով իր գործունեության համար։ Այսինքն, օրինակ Multistone ընկերությունը կամ Multirest House ընկերությունը որպես առանձին իրավաբանական անձ ոչ մի իրավաբանական ընդհանրություն, առնչություն իր սեփականատիրոջ կամ սեփականատերերի նրանց առանձին գործունեության հետ չունի։ Եվ հիմա Գագիկ Ծառուկյանին ինչ-որ մեղադրանք ներկայացնելով դեռևս այն չի հիմնավորվել, մենք լսում ենք փաստաբանների նրա կողմնակիցներին, պարզվում է հակառակը։ Ինչի համար որ սկսել են այդ իրավական գործընթացը, դա Գագիկ Ծառուկյանը տուժող է, որովհետև Իրանի երկու քաղաքացիները նրա նկատմամբ են անազնիվ գտնվել ըստ ներկայացվող տեղեկությունը։ Եվ հիմա այդ գործընթացում թիրախավորել նրա բիզնեսը, նրա հետ աշխատող մարդկանց, նրա ձեռնարկություններում աշխատող մոտ 8000 աշխատակիցների, տասնյակ 100 հազարավոր այլ քաղաքացիներ, ովքեր այդ ծառայություններից օգտվում են, նրանք բոլորը տուժող են, չէ՞։ Այսինքն հիմա Փարավոն ռեստորանում պլանավորած հարսանյաց հանդիսության հարսի մեղքը ո՞րն է, որ իր կյանքի այդ գլխավոր իրադարձությունը պիտի չկայանա։ Այսինքն այդ աղջիկը ինչ արե։ Ինչ մեղքագործ է։ Իսկ այդ գործողությունը կամ Multirest House-ում
հանգստացող ընտանիքի մեղքը ո՞րն է, որ գնացել են այդ մարդկանց սենյակից հանել են իրենց հանգիստը ընդհատել, դες ինչ են արել այդ մարդիկ, այդ առողջարանն ինչ է արել։ Այսինքն սա մի այլ տեսակի բակամ ինչ է նշանակում գնաս մարդու ձեռնարկությունը մտնես փակես արած ցեմենտը ու 2 օր հետո հայտարարես հիմա արած ցեմենտի կառավարումն անցել է պետությանը, ո՞նց է անցել, ինչ է եղել որ անցել է։ Սեփականության իրավունք կա, սահմանադրությամբ պաշտպանված է, դատարանի որոշում չկա։ Դատախազությունը հրապարակել է խախտումներ են դատախազության մասին օրենքը։ Դենամ այդ օրենքում որտեղ է գրած, որ դատախազությունը իրավասություն ունի, մասնավոր առևտրային ընկերության կառավարումը հանձնի նախարարի։ Հիմա ասենք թե Էդգար Զաքարյանը, որ գնացել նստել անդե, բայց ինքը չգիտի, որ հանրային ծառայության մասին օրենքով ինքը քաղաքական պաշտոն է զբաղեցնում։ Քաղաքական պաշտոն զբաղեցնողը հիմա ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում։ Նրան պետք է դատ են վաղուց։ Որտեղ նա իրավունք չունի բիզնեսով զբաղվի, չէ՞։ Պետական մարմնի ղեկավարը քաղաքական պաշտոնյան պիտի իրականացնի հանրային ծառայություններ, իսկ ընկերության կառավարումը դա ձեռնարկատիրական գործունեություն է։ Ինչ գործ ունի նա հիմա անդե։ Այսինքն այս երկրի սահմանադրություն, օրենք, կարգ, մարդու իրավունք, բան, ամեն ինչը սաղ ոտնահարը գցել են ընդամենը մի հոգու կամք են կատար։ Պարզ է, չէ՞, որ այս ամեն ինչի հիմքում ընդամենը Նիկոլ Փաշինյանի այն հունից դուրս եկած հավասարակշռությունը խախտված հայտարարությունների հետևը մենք լսել ենք այդ հայտը ոնց ասելա տենց անում են կարող ասենք մի օր ուրիշ բան են անում կամ շեղվել են ասածից բայց դա ոնց կարել դες բանը դες պետություն չի լինում սա վանդալիզմ է ուղղակի Պարոն Ղազարյան, եթե Գագիկ Ծառուկյանի նկատմամբ այդ գործողությունները շարունակվեն, դա կարող է ազդել ընդդիմադիր դաշտի գործողությունների վրա։ Ընդդիմադիր դաշտի չէ, դա երկրի վրա է ազդելու։ Ասենք ինչ այդ նշանակում է, որ Հայաստանում որևէ բիզնես պաշտպանված չի, որևէ քաղաքացի պաշտպանված չի։ Մարդը կարծիք արդեն ասե, տեսեք Գագիկ Ծառուկյանի դեպքից հետո եկավ ձմերուկ ծահողի դեպք, չէ։ Նա էլ օլիգարխ չի, նա էլ առույց չունի, չէ, նա էլ կոկորդիլոս չունի։ Ընդհանրապես ձմերուկ է ծախում եւ կարծիք է հայտնում, որ ես երկրում մարդիկ կան, առանց անունները տալու, որ հողատու դավաճան են։ Մի անգամից սա հասկանում են, որ դա հաստատ իմ մասին չի, ու որ հասկանում են, թե ում մասին է, հետո մեն ձմերուկ ծախողի են ձերբակալում, կարծիք արտահայտելու համար։ Դա նշանակում է, որ արդեն դա բոլորին է վերաբերում, ինչ ընդդիմադիր դաշտ, ինչ քաղաքական դաշտ, դա արդեն լրիվ ուրիշ բան է։ Պարոն Ղազարյան, իսկ եթե Ծառուկյանը հայտարարի, որ պատրաստ է միանալ միասնական ընդդիմադիր պայքարին, Ուժեղ Հայաստանը պատրաստ է համագործակցել նրա հետ։ Ուժեղ Հայաստանը առհասարակ ասել է, որ ինքը ցանկացած քաղաքական ուժի հետ է ընդդիմադիր պատրաստ համագործակցել, իսկ Գագիկ Ծառուկյանի առաջնորդած Բարգավաճ Հայաստան կուսակցությունը վերջին ընտրություններում ցույց տվեց, որ ամենաազդեցիկ քաղաքական ուժերից մեկն է, որովհետև ստացել է մոտ 60,000 քաղաքացու ընտրողների աջակցությունը։ Այսինքն դեռ համարում եք որպես ազդեցիկ քաղաքական դերակատար Գագիկ Ծառուկյանը։ Այդ ոչ թե ես եմ համարում, դա ընտրություն մարդու քաղաքական ուժի ազդեցությունն է երևում ընտրությունների արդյունքներով։ Բայց եթե քաղաքական ուժին հաջողվել է անգամ այս բռնաճնշումների, այս հալածանքների Գագիկ Ծառուկյանի դեմ բռնաճնշումներ եղել նաև նախընտրական շրջանում, չէ՞, ցուցակի երկրորդ համարի տեխնացուն ձերբակալվել է նախընտրական շրջանում էլի Նիկոլ Փաշինյանի ցուցումով, չէ՞, նրանց նկատմամբ էլի բռնություններ են եղել նախընտրական շրջանում։ Ու անգամ այդ պայմաններում, եթե իրանց հաջողվել է շեմ հաղթահարել եւ 60,000-ից ավել քաղաքացիների քվե ստանալ, դա արդեն իսկ վկայում է նրանց քաղաքական ուժի ունեցած հեղինակության ու ազդեցության մասին։ Եվ վերջում, պարոն Ղազարյան, առաջիկայում ինչպիսի խորհրդարան կտեսնենք։ Արդեն պարզ է ինչ ենք տեսնելու, որովհետեւ մանդատները բաշխված են, արդեն պարզ են թե ովքեր են պատգամավորները, ասենք մենք ունենալու ենք խորհրդարան, որտեղ պատգամավորել, ասենք նաև Գարիկ Սարգսյան։ Աբիտնյան, չէ։ Շնորհակալ եմ շատ, պարոն Ղազարյան։ Այսօրվա համար այսքանը, իսկ ես հիշեցնեմ, որ մեր հյուրն էր Ուժեղ Հայաստանից ընտրված պատգամավոր Էդգար Ղազարյանը։